Փաշինյանը չի տեսել հանրային մեծ դժգոհության ու քննադատության արժանացած Գագիկ Ծառուկյանի ձերբակալության կադրերը։ Ճեպազրույցի ընթացքում լրագրողի հարցին, թե ինչ ուղերձ է փոխանցվում հանրությանը նման տեսարաններով եւ ինչպես է մեկնաբանում այդ գործելավոճը, Փաշինյանը պատասխանել է. Ես ձեր նկարագրած տեսարանները չեմ տեսել, որովհետեւ դրանք ինձ չեն հետաքրքրում։ Ես ձեր հարցին պատասխանեցի, ես ձեր նշած տեսարանները չեմ տեսել, ընդհանրապես գաղափար չունեմ, թե ինչի մասին եք խոսում, դրանք ինձ հետաքրքիր չեն։ Փաշինյանի պնդմամբ ասֆալտին փռելու հրանգները տրվել են շատ վաղուց եւ հարց է, թե ինչու դրանք նախկինում պատշաճ կերպով չեն կատարվել։ Ինչ որ ասել եմ, ինչ որ ասել եմ, պետք է դառնա իրականություն, որովհետեւ այդ թվում են պատճառով, որ Հայաստանի ժողովուրդը քվեարկել է դրա օգտին եւ դրա օգտին է քվեարկել։ Փաշինյանը անդրադարձել է նաև շրջանառվող այն լուրերին, թե Տիգրանաշենը Արծվաշենով փոխարինելու վերաբերյալ վերջնական որոշում կա։ Նա հերքել է այդ լուրերը, նշելով. «Սահմանազատման հիմքում դրված քարտեզների վրա այդ տարածքները առկա են եւ ինքնական մկրատով կտրելն ու դրանցից հրաժարվելը Հայաստանի շահերից չի բխում, քանի որ կարող է նախադեպ ստեղծել նաև Ադրբեջանի կողմից հայկական այլ տարածքների նկատմամբ հավակնությունների համար»։ Անդրադառնալով 3 համացանցը ցնցած ռուս պրանկերների իր անունից կատարած զանգին, Փաշինյանը նշել է. Պրանկերների մասին դե պրանկ են անում են, ես ինչ պետք է Ուր է կարա, ձեր ազգի տերել եք, հել է կարեք։ Արադ ցեմենտ գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանք հավաքվել են գործարանի կապարակնքված դարպասների մոտ, ցանկանալով իմանալ, թե ի վերջո երբ կկարողանան աշխատանքի վերադառնալ։ Անդերը Եվրոպա է, թողեցի եկա մտա գործի, միամետվա մնացիստ է։ Այսօր դրա փագել ես, ինչ անեմ, ընկեր վարչապետ ուր է տանք։ Ինչ հողտանք մեր գլխին։ Մենք աշխատենք, դուք եք ձեր հարցերը։ Հարուցեւի բաներ կա մեջքերից դրած։ Ընտանիք բող տղամարդ եմ, կինս չի աշխատում։ Երկու հատ էլ երեխա, դե արի գնա դրանց պայ։ Աշխատակիցներն ասում են, բոլորն էլ վարկեր ու ապարիկներ ունեն, արդեն 4-րդ օրն է չեն աշխատում։ Անհասկանալի է, թե ինչ է լինելու իրենց ճակատագիրը, ինչպես են լուծելու իրենց հարցերը։ Մենք պետք է հարգմուծենք, որ այս ոստիկաններին, որ բերել են այս արևին կայնացրել են այս տղեկին, դրանց էլ կարեն աշխատավարձ տա։ Որ չտվեց այդ հարկերը, այս պետությունը, ես, դուք, ամեն մեկս 20% մեզնից փող ենք տալի պետությանը, որ չաշխատանք չտվեցինք, այդ պարոն ոստիկաններին որ դուծավ արձադրելու, ավտոմատ 5 ամիսը մեկ, 10 ամիսը մեկ ինքն էլ է ռոջիկ ստանալու, եթում ենք ընդե, ընչի մեջից հելել ենք, 20 տարի հետ ենք եթում, ժողովուրդ, էսի լուրջ հարց է, ես ես բոյս չեմ առնելու հետամ, մի հատ ես լակոտի խնդրեմ, որ ընձի հացտա տանեմ երեխես ու։ Բողոքներին զուգահեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում հայտարարել է. Արադ ցեմենտը շուտով պետականացվելու է։ Արադ ցեմենտի աշխատողներին էլ խորհուրդ եմ տալիս եւ խնդրում եմ, որովհետեւ Արադ ցեմենտը շատ շուտով լինելու է պետական։ Նշանակվելու է նույն ընդհանրակարգով կառավարիչ։ Գործարանի գլխավոր տնօրեն Արտյոմ Պողոսյանը ավելի ուշ հայտարարել է, որ խոսել են քննիչների հետ եւ հարցրել, թե երբ կարող են վերադառնալ իրենց աշխատանքին ու աշխատողներին խնդրել է գնալ տուն։ Բոլորից խնդրում եմ, հանգիստ կարող եք գնալ բոլորը ձեր տներով, քիչ ու շոտ արդեն կարգավորենք ձեզ լրացուցիչ կասենք որ ժամին ինչ հերթափոխով եք հաճախում գործի ու կսկսենք աշխատել։ Այս պահին բոլորից խնդրում եմ, բոլորդ հանգիստ կարող եք գնալ ձեր տներով, ձեր գործերով։ Ակցիայի մասնակիցները համաձայնել են, սակայն պնդել, որ եթե վաղը առավոտյան աշխատանքի չվերադարձան, կփակեն զոդի կամուրջը։ Եթե մենք չստացանք այդ տեղեկությունը, մենք այս տեղեկով, այս գործարանի բանվոր խմբով որոշել ենք, եթե այլ ենք զստենք զոդի մոստը փակենք։ Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Վաղ առավոտյան Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամին ձերբակալել ու բերման էին ենթարկել քննչական կոմիտե։ Կոմիտեից հայտնել են, որ Մանուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։ Ձերբակալությունից հետո առաջին անգամ հայտարարությամբ է հանդես եկել Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, մեջբերում նրա հայտարարությունից։ Տոտալ սպառնալիքների, վիրավորանքների, զինակիցների ձերբակալությունների արշավի շարունակությունն է իմ հանդեպ իրականացվող ակնհայտ կեղծ Սարքովի գործը։ Իմ խիղճը հանգիստ է։ Մեզ շատ անհրաժեշտ է ներքին հանրային համերաշխություն։ Սա ասում եմ ես, ում հանդեպ կատարվեց ամենամեծ անարդարությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Սահմանադրական դատարանի որոշումները, քրեական գործերը, կալանքը
չեն կարող փոխել իմ մտածողությունը, իմ արժեհամակարգը, անկախ բոլոր անարդարություններից։ Ես շարունակելու եմ ուժերից ներածին չափով օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին, գրել է Ծառուկյանը։ Ծառուկյանը իր դեմ հարուցված քրեական գործը փուչիկ է անվանել։ Ձերիմեթասը պրոցեսի սիզգեյդետինից բու Հայաստանի եւ Ադրբեջանի միջև շարունակվում են սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա լրագրողներին հայտնել է, որ որոշակի պայմանավորվածություն են ձեռք բերել հայկական կողմի հետ ու հիշեցրել, որ սահմանազատման գործընթացը շարունակվելու է հյուսիսից հարավ, իսկ մեջբերում էքսկլավային գյուղերի հարցերը կգտնեն իրենց լուծումը։ Մեջբերման ավարտը։ Բայրամովի խոսքով Բաքուն ավարտել է խաղաղության պայմանագրի վերջնական համաձայնեցման աշխատանքների իր մասը, ընդ որում Ադրբեջանը կրկին պահանջում է փոխել Հայաստանի սահմանադրությունը, որից հետո միայն Բայրամովի պնդմամբ խաղաղության համաձայնագիրը կարող է վերջնականապես ստորագրվել։ Այս գիշեր Երևան ժամանած ուղևորները օդանավակայանում անձնագրային հսկողության հսկիչ կետերն անցնելու իրենց հերթին են սպասել մոտ 3 ժամ։ Խցանումն առաջացել է այն պատճառով, որ Զվարթնոցը գրեթե միաժամանակ 5 չվերթ է իրականացրել։ ԱՄՆ-ն այս գիշեր ընդլայնել է Իրանի դեմ հարվածների մասշտաբները, հարձակվելով ռադարների եւ հակաօդային պաշտպանության միջոցների վրա, հայտնել է Axios գործակալությունը։ Պայթյուններ են որոտացել Պարսից ծոցի Ջասկ քաղաքում եւ Աբու Մուսա կղզում։ Իրանական ԶԼՄ-ները հայտնել են նաեւ, որ հարվածներ են եղել Բուշեր ատոմակայանի շրջանում։ Սոցցանցերում բազմաթիվ օգտատերեր գրում են հրդեհների բազմաթիվ օջախների եւ էլեկտրամատակարարման խափանումների մասին։ Իրանի Բուշեր քաղաքում 2 արկ է ընկել ռազմական բազայի վրա, զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություն չկա։ Մոտ 10 պայթյուն է լսվել Չաբահարում եւ Կոնարակում։ Ամերիկյան արկերի բեկորներն ընկել են Չաբահար քաղաքի հիվանդանոցի շենքի վրա, հայտնել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։ Ըստ նախնական տեղեկությունների խոցված թիրախներից մեկը եղել է ԻՀՊԿ-ի Իմամ Ալիի անվան ռազմակայանը։ Իրանն առաջիկայում լայնածավալ պատասխանատվություն է նախապատրաստում տարածաշրջանում ամերիկյան բազաներին հարվածներ հասցնելու համար։ Այդ կապակցությամբ Քուվեյթում, Բահրեյնում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում արդեն արտակարգ դրություն է հայտարարվել։ Այս հայտարարությունից շատ չանցած Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Քուվեյթում եւ Բահրեյնում ամերիկյան ռազմական օբյեկտներին ի պատասխան ԱՄՆ-ի հարձակման։ ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ սրանով հարվածները դեռևս սկսվում են։ Թուրքիան աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ խաղաղ նախաձեռնություններին։ Հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանը։ Էրդողանը նաև նշել է, որ միաժամանակ շարունակում են օգտագործել Ռուսաստանի հետ առկա կապի ուղիները խաղաղ գործընթացին նպաստելու նպատակով։ Իրանի ներկայացուցիչները զանգել են եւ խնդրել քննարկել գործարքի վերաբերյալ հարցերը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրանք զանգել են ու ասել, որ շատ են ցանկանում գործարք կնքել։ Ես պարզապես չգիտեմ, արդյոք նրանք արժանի են գործարք կնքելուն եւ արդյոք պատրաստվում են այն պահպանել, ասել է Թրամփը։ Դատելով իրանական կողմի Թրամփի նման հայտարարությունների ֆոնին Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, Հորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, այլ ոչ թե Վաշինգտոնի սպառնալիքների ներքո։ Ռուսաստանի կառավարությունն ամբողջությամբ արգելել է դիզելային վառելիքի արտահանումը երկրից։ Փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի այս հայտարարությունը փաստում է ներքին շուկայում ստեղծված ճգնաժամային իրավիճակը։ Արդեն հուլիսին վառելիքով հարուստ այս տերությունը ստիպված կլինի նավթամթերք ներմուծել արտերկրից։ Սպառման ծավալները 1/3-ով անսպասելի աճել են, լուրջ խնդիրներ ստեղծելով բենզալցակայանների համար։ Պակասուրտը փակելու նպատակով իշխանությունները նույնիսկ հետաձգել են վերամշակող գործարանների պլանային նորոգումները։ Թեև Մոսկվան հավաստիացնում է, որ վիճակը կայուն է, սակայն ոլորտի մարտահրավերները դեռևս հեռու են լուծված լինելուց։ Դոնալդ Թրամփը հանդիպել է Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարայի հետ եւ բարձր գնահատել նրա ջանքերը երկրի միավորման հարցում։ Սպիտակ տան ղեկավարն Ալ-Շարային անվանել է ուժեղ առաջնորդ եւ հավանական համարել Սիրիան ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից հանելու հեռանկարը։ Այս հայտարարություններին զուգահեռ Անկարայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում սիրիական պատվիրակությունը բանակցել է նաեւ ԱՄՆ կոնգրեսի անդամների եւ հատուկ բանագնացի հետ։